Հարսանիքի սկիզբն ազդարարում է Փեսայի տան կտուրից հնչող դհոլ զուռնայի ձայնը։ Հիմնական գործողությունները կատարվում են տղայի աղջկա տներում եւ եկեղեցում։ Հարսանիքը տևում է 7 օր։ Քավորին եւ նրա կնոջը տան շեմին դիմավորում են Հովանես աղան ու կինը։ Իրար շնորհավորելուց եւ Փեսային զգեստավորելուց բացի նվերներ էին փոխանակում։ Փեսայի կրծքին խաչաձև կապում են կանաչ եւ կարմիր ժապավենից կոսպանդը եւ ուղևորվում հարսի տուն։ Նա հարսի գլխին կանաչ կարմիր քող է գցում 7 անգամ գլխավերևում պտտելուց հետո։ Քողը հնազանդության նշանն է։ Ժամանակաշրջանը կենցաղը սովորույթները հիմա այլ բան են թելադրում։ Նույնիսկ հարսանեկան հագուստն է իր գույնը փոխել, դարձել է սպիտակ։ Ավանդական ծեսում, սակայն, հայերս չունենք հատուկ հարսանեկան հագուստ։ Յուրաքանչյուր գավառ համապատասխան տարազ է հագել։ Հարսին հանձնում են Փեսային եւ հարսանեկան թափորը ճանապարհ է ընկնում դեպի եկեղեցի։ Իբրև եկեղեցու 7 խորհուրդներից մեկը պսակադրության կարգը գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրս։ Հարսանեկան ավանդական սովորույթները կենցաղով պայմանավորված տարբեր շրջաններում ունեցել են որոշակի տարբերություններ, սակայն հիմնական գաղափարը նույնն է եղել։ Այսօր ազգային հարսանեկան ծես են ներմուծվել օտար էլեմենտներ, որոշ սովորույթներ էլ ուղղակի մոռացվել են։ Ըստ ազգագրագետների նորամուծությունները թելադրում է ժամանակաշրջանը, սակայն պետք է տարբերել ազգայինը օտարից։ Ազգային ավանդույթի մեջ խտացված խորհուրդ կա, այն ամուր ընտանիքի սիրո, բարօրության եւ պտղաբերության ակնկալիքն է։
Zari sobor yarojan, zirisene urin pe